Արա, դրսի որսը, թող արա։ It's a lot of fish. Oh, I can see them. Yeah. Oh, you're feeding them. Ուչով էլ ներքապ են տալիս։ Տեսար ինչ արեցին։ It was supposed to be, but anyway. But we get there and Վերջի հատն է, վերջինը։ Էլ չուզեք ինձ անի։ Որ ուզենամ կբռնեմ։ Սոր հունվարի 27-ն է։ Ու մենք հասել ենք Սենթ Թոմաս կղզին։ Կանգնել է այս աստեղ արդեն։ Արդեն նայում են ստեղից իրեն նայում։ Արաբատյան շուտ է, այսօր շատ շուտ է կանգնել։ Սովորաբար մենք 8:30 ենք մոտավորապես դուրս գալիս այս կրուիզում, բայց այսօր մենք 7:15 ենք դուրս գալու, որովհետև շուտ էլ վերադառնալու ենք։ Եղանակը ասեցին, որ շատ տաք է լինելու։ Նայենք հələ դուրս գանք իմանալ առավոտը շատ վաղ 6-ն է։ Զողություն կա, բայց հետո ասեցին, որ շատ է շոկելու։ Այսօրվա օրն էլ սենց սկսվում է, էլի դուրս եկանք նավից Սենթ Թոմաս կղզին է։ Նորից նկարիչները մեզ բռնեցին, ուզում էին նկարեին անպայման, առաջ նկարվում էինք, բայց նկարները այդքան էլ էժան չեն կրուիզում և միշտ չէ, որ հաջող է, պլյուս դրան մենք մեր պրոֆեսիոնալ կամերաները ունենք, այնքան նկարներ ունենք, որ ըստեղից չենք նկարվում։ Բայց ասեմ ձեզ, որ շատ մարդիկ գալիս են ու պակեջով նկարներ են վերցնում, այսինքն ասենք մի 20 հատ, 50 հատ նկարը որոշակի գնով, բացի այս սովորական նկարներից, որ դրսում նկարում են, նաև նկարվում են հատուկ պորտրետ նկարներ, հատուկ շորեր են բերում իրենց հետ։ Դուրս գալու պրոցեսը նկարում եմ, այս է երկրորդ տուրնա, ստեղից են դուրս գալիս, այս է մեր նկարիչներն են։ Ասում այնտեղ նկարենք, Սենթ Թոմաս է գրված, այս իրանց յուրաքանչյուր կղզին, որ գալիս ենք, այդ կղզու անունն է գրվում։ Ստեղ էլ միշտ դուրս ներս որ գալիս ենք, ստեղ էլ միշտ ջուրն են դնում։ Սառը, ես սիրում եմ, որ շոքից գալիս ենք, ստեղ ջուրը խմում ենք, սառնորակ։ Հատուկ լիմոնով ու ինջով համեմված։ Okay, հիմա ստեղ տեսնենք ինչ է կատարվում։ Մենք անցյալ երկու անգամ եղել ենք Սենթ Թոմաս կղզում։ Safari, where you can get on and get off, okay? While we're up here, 800 feet high, you're gonna see Puerto Rico, Vieques Island, St. Croix, Snake Island. You can buy a souvenir right up here. They play live music right up here as well. Also, they're gonna take you to the capital of St. Thomas, which is called Chalmers. You can also buy souvenirs there as well. You're gonna see Hazel Island, Water Island, both sides of the port at 800 feet high, okay? They give you plenty of time with the same driver, on and off. The second stop is gonna be Drake Seat. They're gonna give Պաստորեն ունեին կղզի տուրը և լողափը միասին և $150 և առանձին լողափը $50 կարգի։ Այս նույն ծովափը մենք արդեն եղել ենք, բայց էլի ենք գնալու, որովհետև անցյալ անգամ շատ հավանեցինք։ Փոքր ձկներ կան, ստեղ նայելու ծովում լիքը, գունեղ։ Հեսա գնանք կապես, որ մենք համոզվել ենք, անցյալ անգամ եկանք, լիքը ձկներ կային ստեղ։ Հետև եմ նստած դրա համար թրթրում եմ շատ ավելի քան առաջին նստեի, բայց ուրիշ տեղ չկար։ Այս է ճանապարհին ինչ տեսնենք, մի քիչ կնկարեմ, քանի որ պատուհանի մոտ եմ։ Մանրամասն մեզ պատմեցին յուրաքանչյուր ծովափի մասին։ What happened? We're gonna be 10 minutes late.
Ինչ պատահեց։ Why? I don't know. That's what he just said. 1493 թվականին Քրիստոֆոր Կոլումբոսի կողմից առաջին անգամ Սուրբ Թոմաս կղզին հայտնաբերվել է, հետագայում գաղութացվել է հոլանդացիների, դանիացիների, ապա նաև բրիտանացիների կողմից։ Սուրբ Թոմաս կղզին ամերիկյան Վիրջին կղզիների մի մասն է կազմում։ Այն հայտնի է իր գլխավոր քաղաքով եւ մայրաքաղաքով Շարլոտ Ամալիայով։ Սուրբ Թոմաս կղզին անվանակոչել են Սուրբ Թոմասին նվիրված մատուրի անունով, որը ժամանակին այստեղ գոյություն է ունեցել։ Եվ այս կղզին նաև անվանում են օձերի կղզի, քանի որ այստեղ ջրերում կան մոխրագույն ջրային օձեր, որոնք սնվում են տեղի ձկներով։ 1801 թվականին կղզին գրավում է բրիտանացիների կողմից, հետագայում այն վերադարձվում է Դանիայում եւ Միացյալ Նահանգները միայն 1917 թվականին 25 միլիոն դոլարով գնում են Սուրբ Թոմաս կղզին։ Փաստորեն այս կղզին հիմա պատկանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Մենք հիմա մինչև կհասնենք մեր լողափը, ասենք ճանապարհին մի փոքր փորձում եմ ինչ հնարավոր է նկարել։ Սովորական ամերիկյան խանութներ են, ես նկատեցի այստեղ նույն ամերիկյան խանութները, որը սովորաբար լինում է։ Հաջորդ անգամ որ գամ այս կղզին կարելի է գնալ իրենց մայրաքաղաքը, Շարլոտ Ամալիա է անունը, շատ հետաքրքիր պատմական քաղաք է, ես հետո կարդացի, որովհետև ինչքան եկել եմ այս Սենթ Թոմասը, ավելի շատ ծովափնյա մասերն ենք ման եկել, բայց պատմական քաղաքը ես չեմ եղել։ Միայն անցել եք սենց միջով երևի, հավանաբար։ Կղզին թեև հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներին է պատկանում, բայց դեռևս պահպանել է մեքենա վարելու ճանապարհի ձախ կողմի կանոնակարգը եւ այդ բրիտանական ձևով են այդտեղ վարում մեքենան։ Հետաքրքիր է, որ այս կղզում ապրել է հայտնի իմպրեսիոնիստ նկարիչ Կամիլ Պիսարյոն։ Նա ծնվել է Սուրբ Թոմասում 1830 թվականին, նա մեծ ներդրում է ունեցել իմպրեսիոնիզմի եւ հետ իմպրեսիոնիզմի շրջաններում, Պիսարյոն ապրել է Սուրբ Թոմասում մինչև 12 տարեկանը եւ հետո այստեղ է վերադարձել իր կյանքի վերջի տարիներին։ Սուրբ Թոմաս կղզին անսովոր հարուստ պատմությամբ կղզի է, իհարկե սա կարելի է ասել Կարիբյան ավազանի շատ կղզիների մասին, այնուամենայնիվ Սուրբ Թոմասում մշակութային եւ պատմական բազմազանությունը շատ վառ արտահայտված է եւ դա իր տեսարժան վայրերում է զգում, ինչ որ հաջորդ անգամ որ ես գամ հաստատ իր մայրաքաղաքը արդեն որոշել եմ։ Այս Քոքի Բիչ կոչվող ծովափն ենք եկել, որ անցյալ տարիներն էլ 2 անգամ եղել ենք այս ծովափներում, մի հրաշալի ծովափ է, հանգիստ, խաղաղ, ջրով, մենք նպատակադրված եկանք այս անգամ այս ծովափը, հուսամ լավ որ կունենանք։ Գնացինք մեր տեղը, տվեց սիրուն տեսարանը։ So we're gonna walk down this wilderness area. Ես հիշում եմ, որ մենք եղել ենք ստեղ գժական ծովափը։ Ոնցիկով տեղ վերցրեցինք։ Այն հարցը, որ լավ ազատ է, ուստեղ մարդիկ գալիս են հիմնականում այդ ձկները տեսնելու համար։ Նայե ես մարդիկ գտար հատուկ այդ Վաները դրել են գլխուներին, որ թուղվեն ոսների համար ու ձկները նայեն։ Այս գեղեցիկ լողափն է։ Վճարեցինք ֆիքսված գներ էր։ Ուրեմն նավի պորտից, նավահանգիստից դուրս եկանք, այնտեղ նշված էր ֆիքսված գներ տարբեր լողափների համար։ $10, 12, սա 14 էր։ Ու տարբեր լողափներ, տարբեր բաների համար է նախատեսված ավելի շատ։ Մեկը ավելի ակտիվ խաղեր ունեն լիքը, մյուսը ռեստորանները ավելի շատ են։ Այն մյուս լողափում, ասենք, սնորքլինգ են անում, ձկներ են նայում այդ խողովակներով հատուկ։ Մտնում են այդ ջրի հատակը
Այս ավելի խաղաղ լողափ է, մենք ստեղ եղել ենք, ուստեղ շատ ձկներ կան։ Հատուկ այս լողափը ընտրեցինք, որովհետև եղել էինք ու լավ տպավորություններ ունեինք վերջին անգամ։ Կոչվում է Cocky Beach։ Լողափը հրաշալի լողափ է, ձկներ կան, ես հետս հացիկներ եմ բերել, որ այս ձկներին տամ, կստայեմ, որ հիմա կտեսնենք, GoPro-ով կնկարեմ, փորձեմ նկարել։ Ամբողջ այլանը ման եկանք, մինչև այդ մաստը մի երկու հոգու տեղավորեց, մենք ամբողջ կղզին ման եկանք։ Այստեղ, որ ես ասում եմ կղզիները, չի նշանակում մի հատ փոքր տարածք կա կղզի։ Այս կղզին քաղաք է, ինչ է, Ամերիկային է պատկանում, Սենթ Թոմաս կղզին։ Այստեղ եւ հիվանդանոցներ կան, եւ police station կա, եւ դպրոց կա, տներ, հյուրանոցներ, կազինոներ են լինում այս ծևի կղզիներում։ Այսինքն կղզի ասածը դա չի նշանակում, որ շունչ փոքր տարածք է միայն։ Հիմա որ թացանամ, էլ չեմ կարողանա նկարել կարողանամ, նկարվել չեմ կարողանա։ Դրա համար քանի հələ չեմ մտել յուրը, չեմ թացածել, ուզում նկարվել մի քանի անգամ, վիդեոները հանել ես ուզելով։ Հիմա Սեղմել ես։ Եկի տնենց պահի, որ զուտիկներն էլ երևան։ Okay, հիմա նայեք։ Ինչ ամնում այսենց վերջն է, ես ենք որ պահեմ էլ նայեք։ Տեսնում եք, փոխցնում են դերիտս։ Ձկնիկ լողտ ու լող արա, դրսի որսը, հող արա։ It's a lot of fish. Oh, I can see them. Yeah. Oh, you're feeding them. Panelas. Վերցի ձկներն եմ նկարում, վերցի, էլ կես չունեմ։ Հատ ես վախենում եմ մատս է կտեն, գիտես է։ Yar nədə, papışlı nədə? Hakim mez nədədir? I'll have to get, you have a YouTube? Did you say YouTube? I'll have to get your, to see that, because he's not paying attention, he has my phone. Just look at the water. Wow. Just a cool blue like that. I mean, really, he's oblivious. And I see one of the smoke again. And he turns and he looks at me. And I was like, oh shit. I was like, nope, not today, baby. Oh my gosh, you're so blue. Alright, we're gonna go back over here now, okay? No, 2 hours down. 2 hours down and you're there. Where the highway is, you're in Corpus. Yeah. When you hit the water, you gotta stop. Huh? Yeah. Հիմա մտնեմ մի քիչ էլ ձուկ կերցնեմ, հələ մի քիչ բան ունեմ հետո, հացիկներ։ Տեղ մարդիկ կերցնում են, շատ են ձուկներ։ You're like, I think he's out of breath. What do you mean you're out of breath? Ran out. Where's your bag? Նայեք ինչքան շատ են։ I'll get some chips for you guys. Հետո տեսեք ինչքան են։ Լեզդիկներին նայք, ոտքերիս են խփում արդեն։ Հələ նայեք։ Նայեք, թռնում են արդեն։
կտորներն եմ տալիս։ Դեռս չտեք։ Всё, չկա, էլ չկա, всё, հախեք։ Հախեք։ Էլ չկա։ Նացեք են կողմ։ Դրայել են էտա։ Hi, I'm sorry. Okay. Նացեք։ Հիմա նկար։ Ահա։ Ես կամ պետք է։ Ահա։ Ձկները կան։ Yeah. Sorry, Charity. Ես վախենում եմ արդեն այս ձկներից։ Okay, horizontal. Zeg maar, das. Все, чекай, все, ну, nothing, все, after nothing. Thank you. Կամերանեմ հետ է, նացենց նկարեմ։ Այստեղ հələ շարունակում են այս ձկները իմ շուրջը մանգալ, հələ նայեք, այ հələ շարունակում են, երևում է, կարծում եմ։ Բայց այդ էլ չեն թռնում, որովհետև կերած վերջացավ։ Բայց այնքան լավ ծովը, այս Կարիբյան ծովին ոչ մի ծով չի հասնի, ոչ մի։ Ես այդքան ծովափներ եմ գնացել, Մեքսիկո, Կոզումել, ամենտեղ, բայց ոչ մեկը չի գա Կարիբյանի հասնի, Կարիբյան ավազանի ջրին։ Ու այս Սենթ Թոմասը իմ համար ամենալավ կղզին է մնում։ Դիմացա նորից գնացի ջուրը մտա։ Կավ դուշ մտնենք։ Չի իմ հացն է։ Վերջի իմ սեղմացա կարմիրը։ Այս իմ վերջի հացի կտորն է։ Մի հատ լավ, բոկուս, դուք եք, վայ, որես եմ հորնում, կպում են ինձ։ Ես ես իրապում եմ ինձ, ինչ եք կպում ինձ։ Մոտի կարի։ Ուչով էլ ներ չապ են տալիս։ Տեսար ինչ արեցին։ Վերջի հատն է, վերջինը։ Էլ չուզեք ինձանից։ Որ ուզենամ կբռնեմ, գիտեք ասեն, կոչերից։ Ես ուղղակի վախենում կտեմ սրան։ Արի ասկում։ Ինչ որ վերև պայս ավելի լավ կհանը։ Ձարքերից կպատ է, հիմա որ գնեմ ձարքերից կպան, մատերը։ Ուպելու տեղ, всё, չկա, նա, բայ։ Չգիտեմ, ժամ չունես դու, ինձ հասնում եմ։ Ես եմ նկարեմ վերջացնեմ կաֆե։ Ամենասիրած ծովափը երևի սա է։ Կարիբյանի և մնացած
Մեքսիկա, Կոզումել, Մեսին Չիլը, որտեղ ասես եղել ենք ծովափներ։ Բայց սա լրիվ ուրիշ է։ Ստեղ մի քանի ֆակտոր միասին և ջուրը, և եղանակը, և ձկները, և այս բնությունը, այս տենց հրաշալի բնություն կա ստեղ։ Եվ եղանակը, որ ձմեռը գալիս են տակ։ Պատկերացնում եք հիմա մեր մոտ ուժեղ ցիկլոնային ձմեռը, ձուն ա եկել։ Կես մետրից ավելի ձուն ա եկել, Վաշինգտոն, Նյու Յորք, Բոստոնի կողմերը։ Տեղն ա եկել եղանակը։ Կես ժամ մնաց։ Չնայած որ դուրս կանք ուրիշ տաքսի է կլինի, մեզ կտանի, ուղղակի որ պայմանավորվել ենք մարդու հետ անարվար է, էլի։ Հետո մի քանի հոգով ենք, քանի որ միասին եկել ենք, միասին է կգնանք։ Տեսնենք, մենք մեր ժամը կպահենք, բայց այս մարդը ոնց որ նավի ժամով է, որտեղ նավի ժամի և տեղի ժամի մեջ մեկ ժամը տարբերություն կա։ Երբեմն նավը ասում է, որ փոխեք տեղական ժամի անցեք, երբեմն ասում է, որ պահեք այդ մեկ ժամը, որտեղ հեսա մի օրից նորից 5 ժամին են գնալու։ Այս թամատա տաքսիների հետ հետև գանք գալիս ենք և վերցնում են։ Այս այսել են տեղն է։ Վապ եկանք, այս անունը ունի, Քոքի բիչ է կոչվում, Սենթ Թոմաս կղզում, հրաշալի տեղն է, տաքսիները ստեղ կանգնած են, բերում են, հետո նաև տանում են, $14 է կրուիզային նավահանգստից, $14 վճարեցինք, եկանք հիմա հետ են գնալու։ Հետ վերադառնալուց մենք նստեցինք այսպիսի բաց ավտոբուս, որտեղից շատ ավելի հարմար էր շրջապատը դիտել և առավել ևս նկարելը։ Գնալուց մենք փակ ավտոբուսով էինք գնացել, ինքան հարմար չէր ինձ նկարել է շրջապատը։ Նույն ճանապարհով մենք սենց հետ վերադառնում ենք դեպի նավահանգիստ, ուղղակի ասեմ, որ այստեղ կան տարբեր ծովափներ ու տարբեր նպատակներով են մարդիկ ստեղ գալիս։ Ծովափներ կան, որ հատուկ գալիս են ստեղ միայն սնորքլինգի համար, այսինքն ջրային սպորտաձևերով զբաղվելու համար, խորասուզվելու, ձկներ նայելու, նեղ ծովային խութեր նայելու համար շատ հարմար է այդ ծովափը, մարդիկ դրան հատուկ այդտեղ գալիս են այդ նպատակով։ Ուրիշ ծովափներ կան, որը ավելի հարմար է ընտանեկան հանգստի համար, երեխեքի համար, կողքը ռեստորաններ կան, սպիտակ ավազ, իսկ այս մեր լողափը հայտնի է իր ձկներով, որտեղ կարելի է շատ ձկներ տեսնել, Քոքի բիչ է կոչվում, ուրախ մթնոլորտով, բյուրեղյա մաքուր ջրով։ Ամենալավ բաներից մեկը այն էր, որ երբ որ ծովափ էի այդտեղ գնում, ծովափից ջուրը մտնելու պահը շատ մեղմ էր ու հանգիստ կարող էիր մտնել, քարքարոտ չէր։ Նավահանգստում ենք անցել նավերը։ Այլ նավը հետևում երևում է։ Երկու նավա։ Так, նորը։ Ճակայքում ռեստորաններ են։ Սակավաղին նայեք։ Եթե նույնիսկ էքսկուրսիաներ չվերցնես, տուրեր չվերցնես, այս նավահանգստում կարելի է շատ լավ ժամանակ անցկացնել, շատ հետաքրքիր ռեստորաններ կան, ման գալու տեղեր կան ու շատ մարդիկ նույնիսկ այդպես էլ վարվում են։
նավից դուրս են գալիս, մոտակայքում իրենց ժամանակը անցկացնում են։ Ես հիմա դնեմ մի քանի նկար, որ այս եղել ենք հիմա Սենթ Թոմաս կղզում նկարվել եմ եւ այս էլ է նոր նկար եւ մի հատ նկար ունեմ, որ նկարվել ենք անցյալ տարիներին, այս նկարը հիմա իրար կողք տեսնենք նույն նշանի մոտ, նույն կղզում։ Արդեն նավ մոտ ենք ասել։ Գնում ենք դեպի նավը։ Հիմա նավի դիմացը այդ ջուրը կխմենք անպայման, այդ իմ ամենասիրած պահերից ա, որ սենց մեռած, հոգնած, դաժան հոգնած, սենց շոքից, տեսել եք ինչ վիճակում եմ, կարմիր, խեցկեդին եմ դարել, այդ վիճակից գնում ես ու կարնիվալը իր այդ դրան դիմաց, որ մուտք կա, որ պետք է նստենք այդ մուտքով, որ այդ մուտքի մոտ դրած է սառը ջուր ու ես սիրում եմ այդ լիմոնը, որ օրինջով, նարնջով համեմված ջրերը իրանց։ Այդ պահին այս լավ հագեցնում է, հլը նա ենք կլինի թե չէ, դուք այսօր չի լինի այդ ջուրը։ Իսկ հիմա վերադառնում ենք նավ, հեսա գրված է Thank you for visiting St. Thomas։ Շատ հաճելի ժամանակ անցկացրինք այս St. Thomas կղզում։ Իմ ամենասիրած կղզիներից մեկն է սա։ Thank you for visiting St. Thomas. Տատու գնալ եմ, այդտեղ նկարեմ այդ ջուրը։ Տեսնեք, արի մի հատ այդ ջուրը նկարեմ։ Okay, դեռից կմտնենք, բայց սպասի ես այդ ջուրը մի հատ վերցնում եմ։ Դու կօգնես բացես։ Okay, տեղից վերցնում եմ։ Okay, ես իմ համար։ Մի հատ ես խմեմ, հետո դու։ Օգնի, իմ ձեռքը զբաղված է։ Okay։ Ես մի հատ էլ օրինջն եմ ուզում, եթե բացես, ձեռքս որտեղ կամերա է։ Thank you, հեյ, կայնա։ Փառք Աստծո, այսօր էլ բարեհաճող ներս մտանք, սրբիչները նորացրեցինք, հինը տվեցինք, նորը վերցրեցինք, սենյակը հրաշալի սարքած, ամեն ինչ մաքուր, սիրուն, դասավորված, այս կենթանին, շունիկ է սարքել, շունիկն է մեզ է սպասում, բալկոնը մեր, ինչ ասեմ, մնացածը հետո, հիմա գնում ենք ճաշի, որովհետև առավոտյան նախաճաշն ենք որ կերել, էլ ուրիշ բան չկերանք մենք դուրսը, որտեղ պետք է գայինք նավ, անիմաստ էր։ Դից հետո ենքան սոված էինք, որ ինչ տեսել եմ վերցրել եմ։ Այսի այս ուտելիքն է, Thai food ենք վերցրել, վրեն ինչ ուզես վերցրել ենք, աղավոր պտույա, այսի ուտել չի լինի, բոմբա։ Thai food եմ վերցրել, այս վերջերս սրա վրա եմ, շատ վերցնում, ես եմ սիրում։ Բիֆով ու սքրաբ են ասում, սքրիվ ասեց, սքրաբ ասեց, ես ինչ ակոչվում ես, խլար, կալամարի այն բան։ Ես այս Thai food-ին ավելացրեցի նաև շրիմպներ։ Այսը ոնց որ կալամարի է, չեմ մատկանում։ Նավը սարքել էր։ Միս էլ կա մեջ կարնած։ Ասում եմ կալամարի միս ու շրիմպ։ Մնացածը սենց Chinese է։ Chinese կամ Thai food։ Այսօրվա թխվածքները։ This one is interesting, yeah. Yeah. Buttercream. That's all buttercream and no cheese in it. Երբեմն սենց պատկերներ ես ինտերնետում տեսնում, սենց ծովը, օվկիանոսը, նավերը մեջը ու քեզ թվում է թե գուցե սա իրական չի, այ հիմա իրականում իմ դիմաց նույն պատկերն է, ինչ որ ինտերնետից մարդիկ մեկ-մեկ տեղադրում են էջերում, այդքան գեղեցիկ սիրուն տեսարան է ու նույնիսկ անբնական է թվում, որովհետև ոնց որ սարքած լինի, շատ սիրուն,
տեսարանա, ասենց նավից երևում է։ Մարդիկ կան, որը դուրս են գալիս, այս նավերով զբոսնում են, սիրում են, եւ ստեղ կան նաեւ բավականին բարձրակարգ հյուրանոցներ, Սենթ Թոմաս կղզում, որ մարդիկ գալիս են, այս հյուրանոցներում մնում են ու օգտվում են այս հրաշալի բնությունից։ Տեսեք ինչ տեսարան է։ Մեր նավից։ Ես տենց եմ։ Դինում ենք ճաշի։ Հատուկ խակնվել, մակնվել պետք չի։ Տնավարի լորը։ Այսօր շատ լավ օր ենք ունեցել։ Մենք լողապ ենք գնացել, գժական։ Երևի իմ ամենա, այսքան ժամանակ լիքը լողապներ ենք գնացել տարբեր երկրներում, տարբեր տեղեր, բայց երևի հիմա որ ինձ ասեք ամենասիրածս լողապը որն է, ես կասեմ այդ Սենթ Թոմասում այս ձկների քոքի բիչներ։ Ձկներ շատ ենք տեսել, Դոմինիկանում էլ ա եղել, հիշում ես, Դոմինիկան էր, չէ, գնացինք, Մեքսիկո, Կոզումել, ընդեղ էլ կան ձկներ, բայց ոչ մեկը իրանց քանակով գույներով սան չի ասում, thank you so much։ Մեր հացը բերեցին, այս իմ սիրած հացն է, չամճո բուլկյա, մեջը cranberry է, իմ ամենասիրած հացի տեսակն է, այսենց լիքը չամիչներ է մեջը, բայց պատեմ հետո, լիքը այսենց չամիչներ է մեջը, հիմա կարակով ես կտսեմ կուտեմ, տակ հաց է անվարով, ասենք սովորական հաց չի է, տակ հաց է, գինի չեմ ուզելու, ամեն օր գինի, դել կվերցնենք բան, ես կվերցնեմ Վլադիմերի, կծու բայց, ես 14 օրվա ընթացքում ենք անեն իրար ծանոթանում, ամեն օր իրար հետ հաց ուտում, երբեմն նույն սեղանների մոտ, որ մարդիկ սկսում են կապնվել իրար հետ, սկսում են բարեկամանալ, ընկերանալ, այդ վեյթերները, այս մատուցողների հետ են մոտենում, մատուցողների անունները արդեն գիտեն մեր, մենք իրանց գիտենք, շատ հետաքրքիր լավ մթնոլորտ է ձևավորվում։ Ուտեմ 1-2 օրը ուրիշ է, 3 օրը ուրիշ է, բայց արդեն 14 օրը բավականին շատ այլ, որ մարդիկ հասցնեն իրար իմանան։ Ջոզի մեջ գինը։ Մեր Վլադիմերին ահագին ուշացին է։ Ինձ ասել այսօր էլ չեն բերի, մորացան մեզ։ Սուպը սպրծա, հիմա անցնում եմ սալատես։ Սալատս ինչ-որ սունկ է այսի։ Սունկ ու սպինաչ է։ Մեկ է այս ռոկֆոր պանիրն է, բլու չիզն է, որ ամեն տեղ չեն ունենում սրանք։ Ես սիրում եմ սա։ Դեն եմ փոխել։ Չէ՞։ Ափսեի ձևն եմ փոխել։ Okay, հələ տեսնենք մեջը ինչ կա, մի քանի բան, միս կա, բարորի սուպ է, տնական սուպի նման է։ Բարդի, շարդար։ Այս սալմոնա պատվիրած է, ինչ է հետը, երաշտությունը խանգարելու է, ես շուճոտ նկարեմ, որ հետո չխանգարի ինձ հետ։ Օրվա վերջում էլ իրենց շոուներն է, հետաքրքիր շոուներ են, ինչպես միշտ, պարզապես ես չեմ կարողանում նկարել, որովհետև անիմաստ է YouTube-ը չի թույլ տալիս, որ ես դրանք դնեմ։